Կտրիչ Ներսիսյանը սպառնալիք է։ Նիկոլ Փաշինյանը հրեշ է։ Այսեց են մարդու տրամադրությունը բարձրացնում։ Թող կարթան, պատմեն։ В общем, տոտալ քաոսի մեջ ենք։ Մի փոքրիկ էլեմենտ է այդ ԽՑԲ-ի վերաբերյալ։ Երկիրս մնաց առանց աներձակ։ Պարայա բացում ենք, ու որ տեսանք անդրադառնում ենք եթերում Arm Comedy-ն։ Դե ինչ տեղավոր եք սեղանի վրա ձեր թեյը, սուրճը, իսկ եթե խիղճը կորցրել եք, ապա Magret de Canade Conconfi եւ դիտեք։ Իրոք, եթե մարդիկ այդքան թրփոշացել են, որ Magret de Canade Conconfi սովորականի պես օգտագործում, կարան միանան մեր Patreon-ի այն մի քիչ ավելի մեծ սակագնին։ Իսկ բոլոր մնացածները էլի շատ շնորհակալ կլենք, եթե այն ամսական մի կապուչինոյի չափով էլի միանաք Patreon-ին։ Իդեպ ավելորդ չի հիշեցնել, որ GTB Steel-ը արտադրում է ամրաններ, որոնք գերմանական տեխնոլոգիայում ստեղ արտադրվում են ու հենց մի հատ էլ արտահանվում են։ Այսինքն եթե դուք արտասանում եք, կարող եք ներկրել այստեղից, իսկ եթե Հայաստանում եք, հենա կողքնա։ Հիմա շատ ուշադիր լինեն մարզասրահները, բժշկական կենտրոնները եւ ռեստորանները։ Դուք, այո, հենց դուք կարող եք ձեր տարածք ունենալ Լույսեր բիզնես կենտրոնում, որի 13 հարկերից 9-ը զբաղեցնում են Հայաստանի մեծ հաջողակ առաջատար ընկերությունները։ Լույսեր կենտրոնը գտնվում է Աչափնյակի ակտիվորեն զարգացող գոտում, որտեղ ապրելու է ուշադրություն 15000 մարդ։ Այսինքն հազիվ եք հասցնելու սպասարկել։ Դենց որ հիմա զանգեք, ամրագրեք ձեր տեղը, որ հետո հազիվ հասցնեք։ Եվ այսպես Նիկոլը նենգաբար շեղեց մարդկանց ուշադրությունը օդի աղտոտվածության խնդրից, հրապարակելով 19 թվականի համանախագահների հակամարտությանը վերաբերող առաջարկներով։ Բայց դրանից առաջ Civic-ը թեթևացրեց բոլորիս վախերը առ այն, որ Երևանի օդը գեղեցին ու շատ վտանգավոր է։ Այսեց են մարդու տրամադրությունը բարձրացնում ոչ թե շինարարության շենքի վրա ցանցեր, ինչ որ մետրոյի շինարարություն, որը պարզվեց Ավինյանը, առանց մեզ ասելու մետրոյի փողը արդեն լիֆտերի վրա է ծախսել, առանց դրա։ Մի հատ կարևոր է, էլի չմոռանանք ինչի համար ենք հավաքվել 19 թվի բանակցային փաստաթուղթ եւ Սերժ Սարգսյանի 16 թվի նամակը Պուտինին։ Եվ այսպես թող սրաչը սկսվի։ Նախ ինչպես ստեղծվեց 19-րդ թվականի թուղթը։ Ասել եմ, ստեղ թղթեր կան լիքը, ես մի չեմ հասկանում։ Այս թղթերից որն է այս պահի մեկնարկային կետը բանակցային գործընթացի նախորդող շրջանի բանը ամփոփումը։ Okay, չենք խառնվում իրար, ամեն ինչ տրամաբանական է։ Եվ այսպես 18 թվականին մարդ եկավ իշխանության, նայեց Սերժի թողած սեղանի վրա, ասեց լիքը թղթեր, ասեց լիքը բանակցային թղթեր, շունը տիրոջը չէր ճանաչում, ինչ անել, բնականաբար չէր զանգի կամ հանդիպի Օսկանյանին կամ Նալբանդյանին կամ ինչ որ մեկին, ով տեղյակ էր fucking ինստիտուցիոնալ իշխողություն էր, ասեր ապեր էսա վերջինը չէ, ինքը ընտրեց երրորդ ուղին, ինքը միանգամից կապվեց ՀՀԿ-ի հետ, մի հատ ինձ ուղարկեք վերջինը։ Բայց մի բան ստեղ լավ է, էլի, այսպես լրիվ արանքից հելավ այն բանավեճը նախկին նախագահներից, որ կարել էր թե հաստատ չի լինելու արդեն։ Հիմա այդ որ ասում են բանը, հիմա բանավեճի չեմ էլ հրավիրում, որովհետև հրավիրեմ են ինչ։ Էլ ինչ խոսամ, էլ բանավիճելու բան չկա, թող կարթան, պատմեն, ինչ պետք է պատմելու բան չկա։ Ինչքան թե ժալնելու, բայց նախ ուղղակի հստակության համար, ըստ իշխանության, այս փաստաթուղթը 19 թվականին բացահայտվեր, չբացահայտվեր, մեկը բան չէր փոխվելու, որտեղ ամեն ինչ տուպիկի մեջ էր։ Նաև ըստ Սերժի, ըստ իշխանության Սերժի։ Մի խոսքով, ըստ ընդդիմության, այս փաստաթուղթը եթե 19-ին բացահայտվեր, ապա կփրկեր ամեն ինչ։ Բխին թաքցնում, որ այդ փաստաթուղթը կա եթե։ Լավ, ինչևէ, այս ամեն ինչը կարդալ պատմելու առաջարկը ընդունեց ընդդիմադիր Արթուր Խաչատրյանը։ Նշվում է, որ համաժողովրդական, ուրեմն կամ արտահայտությունը իրականացնելու են Լեռնային Ղարաբաղի բնակչությունը։ Այսինքն դուրս են գալիս այն բոլոր պնդումները, թե իսկ ով ասեց, որ Ղարաբաղում պետք է լիներ, ով ասեց, որ օրակարգում կարող է լինի անկախության հարցը,
Փաստաթուղթ է, ապա շրջափակվում էր Լեռնային Ղարաբաղը։ Դե պատասխանի Նիկոլ, պաստորեն ըստ այդ թղթի ապաշրջափակվում էր Արցախը, հանրաքվեր անցկացվում, ինչի համար այդ թուղթը չդրեցիք հանրության առաջ։ Ճիշտ է, նման թղթեր շատ են եղել ու չեն ընդունվել այն մյուս կողմից, բայց խաղանք Արտուր Խաչատրյանի այս փոքրիկ խաղը ու ենթադրենք, որ այս թուղթը հանրայնացվեր, Ադրբեջանը կասեր, «Օրա, հա, էսի լավ է, էսի պետք է անենք»։ Խիչ եք հանրայնացրել։ Հարցը այնքան բարդ էր, որ Փաշինյանը ստիպված էր մեջ բերել նախկինազավրերին։ Կոնկրետ որ մեկին։ Շատ հին, հերյա նախկինազավրերին։ Նախ ձեր հարցինի պատասխան ստիպված եմ հղում անել Երուսաղեմում Իսրայելի թագավոր Դավթի որդի Սողոմոնի առակների առաջին համարին։ Չեր ուզում, բայց ստիպված է։ Ճանաչել իմաստությունը եւ խրատը, ընկալել հանճարի խոսքերը, հասկանալ խոսքի բարդ դարձվածքները, ընկալել խոսքի բարդ դասվածքները, հասկանալ ճշմարիտ արդարությունը եւ ուղղել իրավունքը։ Մտանք կայֆավատի դաշտ։ Ապա կարելի էր դա հին եբրայերենով մեջ բերել ու թող Խաչատրյանը հետո գնար տանջվեր, դա թարգմաներ, քինք այսքան պրիմիտիվացնում պատասխանը։ Դե բայց մարդը տենց է, վերջում նաև բացատրեց ինչ նկատի ուներ ողորմածիկ Սողոմոնը, ամեն ինչ ծամեց, դրեց բերանները։ Սա գիտեք ինչի մեջ բերեցի, որովհետեւ շատ կարեւոր է առաջինը կարդալ եւ հասկանալ թե ինչ է գրած, որովհետեւ այն ինչ որ դուք ասցիք, ուղիղ հակառակն է գրած։ Սա մեր իրականության իդեալական հայելին է։ Ամեն մեկը նայում է լրիվ նույն թղթին, նույն լեզվով գրած ու ամեն մեկը ոչ թե մի քիչ տարբեր, այլ հակառակ բաներն են հասկանում։ Եվ ի պատասխան Փաշինյանին եւ ինչու՞ չէ Սողոմոնին Խաչատրյանը մեջ բերեց ավելի լոկալ մեծերի։ Չեմ մեջբերի Աստվածաշունչը, բայց մեր դասարանի Հովսեփյան Մուրադն ասում էր սփխեչը մարտի 8-ը կտրում է։ Մուրադը լավ չախեց Սողոմոնենց։ Ինչ կասեք Հովսեփյան Մուրադին։ Հովսեփյան Մուրադը ամենայն հարգանքով Հովսեփյան Մուրադի նկատմամբ, բայց սփխեչը մարտի 8-ը չի կարող կտրել, որովհետև սփխեչը մարտի 8-ից 5 ամիս հետո է։ Շահ եւ մատ Արտուր Խաչատրյանենց Մուրադին։ Բում։ Ոբշե տենց հույս չկա, հա, որ այդ 19 թվի փաստաթղթի մասին ինչ որ ռեալ կարևոր բան կիմանանք։ Ինչ հարցրու, որպես դասարան ամենախելացի մարդ, հարցրու, ցանկացած հարցի պատասխանեմ։ Դե լավն էր, հա, մեր համար այդ փաստաթուղթը։ Այս փաստաթուղթ եթե ընդունվեր այն ժամանակ, համես հանգիստ կթողներ Ադրբեջանը համարցախը ու շատ լավ կապրեինք։ Okay, Ժողջան, չեմ ուզում նել միակ խելացի մարդը սենյակում, բայց ստիպված եմ։ Այդ թուղթը այդքան կարևոր չէ, որտեղ ձեր մեքենայի վրա այն մարդու խոսքերը, որ ճպցնում եք, հիշում եք, ցեղակրոնաբար են, որ ասում էր ուժնացնում իրավունք, ոչ թե Մինսկի խմբի ինչ որ փաստաթուղթ, ոչ թե նույնիսկ ՄԱԿ-ի փաստաթուղթ, այլ ուժնացնում իրավունք։ Այդ ուժն էր կարևոր 19-ին ու вообще հիմա էլ ոչ թե ինչ որ փաստաթուղթ, որը ոչ մի բան էլ կարող էր չփոխվել այն ժամանակ։ Նա վերհիշենք, էլի ինչի շուրջ էր բանակցում ռետրո Փաշինյանը։ Քննարկվող փաստաթուղթ սեղանի վրա չկա։ Բանակցությունների սեղանին միշտ թուղթ ա եղել, տենց բան չի եղել, տենց մի օր չի եղել, որ բանակցությունների սեղանը առանց թղթի լինի։ Եվ թող մեզ ոչ մեկ չասի, հա, այդ ինչ եք բանակցում, ինչ որ պետք է այն էլ բանակցում ենք։ Ես չեմ հասցրել բանակցել։ Ես բան չեմ բանակցել։ В общем, տոտալ քաոսի մեջ ենք։ 19 թվականին այս թղթով կարող էր ամեն ինչ լինել շատ լավ կամ նույնը, վատ։ Դա մենք հստակ չենք իմանա։ Ու միակ փաստաթուղթը չէր, որի շուրջ արժենում սրա չէր, որովհետև պատիվ ունեմ, չէր եկել այդ նիստին, որ պրյամո հարցներ, այնտեղ Հայաստան դաշինքը, որը դե պետք է Քիվեստից խոսար։ Իսկ Քիվեստի փաստաթուղթը երևի ռեմոնտի ընթացքում այդպես կորել էր, բայց հիմա հույս կարևոր է, որ ամեն ինչ Քիվեստի մասին մենք բարձենք, հանգարց դե բաց բան չմնա։ Խի Տարոն Մարգարյանը մի հատ սուր հարց չտվեց Փաշինյանին բանակցային process-ի շուրջ։ Ես ամեն վարքյան սպասում եմ, ասես ներխուժի Տարոն Մարգարյան ու ասի, իսկ ո՞նց եղավ, որ Մինսկի խմբի համանախաբար թիվ 10, в общем, չմտավ բայց նա։ Հայաստանի Հանրապետության կառավարության տիրապետության ներքո Քիվեստի փաստաթուղթ չկա։ Ուղղակի չկա։ Եվ ես շատ մտածել եմ, թե ինչու չկա, եւ իմ պատասխանը մեկն է, որովհետեւ դա նույնիսկ բանակցային լիարժեք փաստաթուղթ չի եղել, դա եղել է դավադրություն։
Տիբե լավա համանդրությունը չեք կորցրել։ Այսինքն եկը Ամերիկա, Ֆրանսիա, Ռուսաստան ինչ որ թուղթ են գրել, տվել, արա ու ո կորցրել եք։ Բայց ի՞նչ է նշանակում դավադրություն։ Դավադրություն Արա դե էլ էլի իսկական նշանակում է որ ամբողջ աշխարհը պայմանավորվել է ձևացնել որ կա ինչ որ քիվեսյան ինչ որ մեկին ձեռ տվող փաստաթուղթ բայց ուստեղ չի հերիքում էլի տրամաբանություն շարունակեմ Գուցե քիվեստի փաստաթուղթը չկա, բայց գոնե կա Լևոն Տեր-Պետրոսյանի քիվեստի փաստաթղթի տարբերակը, որը նա տվել է հայկական ժամանակին, հա։ Okay, արդեն վախենում եմ հարցնեմ, բայց խի Լևոնը ուներ փաստաթուղթ, որը իր օրոք չէր ընդունվել, իսկ Քոչարյանը, որի օրոք ու Նիկոլը, որին պետքա փոխանցվեր, չունեն։ Արա դե տեսար, մի հատ խմբագրումը 3 տարի է տևում։ Սպասի, տրամաբանությունս կոնկրետ մռմռում է։ Եթե այդքան ազգադավ փաստաթուղթեր ինչի չեք հրապարակել, որտեղ ձեր չի տալիս, որովհետև Քիվեստով Արցախը Լաչինի միջանցքով միանում էր Հայաստանի Հանրապետությանը։ Այդքան վատնա, լռեք, այդքան վատնա գտեք եւ հրապարակեք։ Ագնեսը հոգիս Նիկոլը խափում է։ Մենք դրան չենք հավատում, ինչ էլ ցույց տա կարող է խմբագրած լինի, բայց Քոչարյանը հաստատ վերջի աշխատանքային օրը քսերոք սարած կլինի Քիվեստի փաստաթուղթը տուն գնալուց, չէ։ Քանի Քոչարյանը փնտրում է Քիվեստի տարբերակի քսերոքսները, որը հիշացնեմ էլի, вообще ոչ մեկին հետաքրքիր չի, որովհետև էլ ավելի քիչ բան էր փոխելու, քան 14 թվինը, որը առանձնապես բան չփոխեց։ Այս ամեն ինչը զուտ նրա համար է, որ հետո չարախնդան Քոչարյանի վրա։ Այն դասքում Նիկոլի սեփական նախկինները եւս մեկ անգամ հրաժարվեցին իրանից։ Դուք կարծում եք Հայ ազգային կոնգրեսում մեկը կար, որ Նիկոլ Փաշինյանին տեսնում էր Հայաստանի պետության ղեկավար։ Ես անձամբ այդ տարիներին, երբ որ իր հետ համագործակցում էի, ես իրան ասենք մարզպետի տեղակալի պաշտոնից ավել չէի էլ տեսնում ու չէի տա։ Ինքը կոպիտ ասած մեր հարավակների DJ-ն էր։ Այն որ հայտում գործագործ է խաղում, մեկը ինչ որ մեկը գալիս է էներգիան իրան ուտում ասում եք, օքեյ, դու կլնես պիտուժ։ Եվ մենք իմացանք ինչպիսի հարաբերություններ ունեին Նիկոլենք ու Զուրաբյանենք, Լևոնենք այն ժամանակ, որը մեզ вообще հետաքրքիր չի հիմա։ Լավ, ենթադրենք բոլորին հետաքրքիր է այդ փաստաթուղթը ինչ է նշանակում։ Ես հիմա պնդում եմ, որ այս հրապարակումները արդեն մաթեմատիկական ճշգրտությամբ ապացուցում են, որ Նիկոլ Փաշինյանը հրեշ է դեռ երբեք հրեշ լինելը մաթեմատիկական միջոցով տենց ճշգրիտ չէր ապացուցվել։ Ոչ ուզում ասի, որ այն ժամանակ փաստաթուղթը եթե չգիտեմ, հրապարակվեր, ապա Ադրբեջանը միանգամից ենթադրաբար կընդուներ ու բոլորս կլինենք երջանիկ։ Որովհետև ինչի չհամաձայնվել մի թղթի, որի նման մի 10 ուրիշ թուղթ արդեն մերժել է Ադրբեջանը։ Խիբը դες անգամ չընդուներ դա։ Դե սխալ ես, չէինք իմանա ինչ կլներ, եթե Փաշինյանը չթաքցներ։ Ճիշտ է, դրա համար բան չեմ ասում, դրա համար կենտրոնանք Սերժ Սարգսյանի նամակի վրա Վլադիմիր Պուտինին, որը ըստ Նիկոլենց շատ վատ նամակ էր, իսկ ըստ ՀԿ-ից Սերժի նամակը գժական թուղթ է նրա մասին, թե ինչպիսին պետք է լինի հայ պետական գործիչը։ Okay, գժական է, ուղղակի նայած ինչի հետ ենք համեմատում։ Համեմատած Սերժի այն մյուս գրածի հետ, որ ասես Նիկոլը ճիշտ է, սխալվեցի։ Հա, գժական է։ Հա, բայց եթե համեմատենք Աշտիշատի ժողովի թղթերի հետ, օքեյ է։ Okay, ես որպես 3 անգամ կարդացած թուղթը մարդ ասեմ, որ այո, շատ հայրենասեր, պետականամետ մարդու հուսահատ նամակ է, որը Պուտինին գրում է, ասում է, արա, այս Լավրովը դեբիլ է լրիվ Ադրբեջանի կողմից է, բայց դու գոնե մի բան արա հասի փրկի, որովհետև ամեն ինչին համաձայնվեցինք Կազանում, որը նես չէ որ սրտներով էսեր, բայց ամեն ինչին համաձայնենք, ինչքան համաձայնվում եք Ադրբեջանը ավելի շատ է ուզում, մի բան արա հասի, ու արդյունքում նամակը բերեց հաջողություն ըստ Աշոտյանի։ Եվ այս նամակը հարցեր է լուծել։ Այս նամակի բովանդակային հարցերի լուծման ապացույցը հենց Նիկոլի հրապարակված փաստաթղթերում մա 18-ի կռակավ 19-ի իրան տված թուղթը։ Ճիշտ էպիկ մյուզիկի տակարված հերձումը չի կարա լավ չգնա, իսկ մենք փորձենք արտնացնել ողորմածիկ տրամաբանությանը։ Եվ այսպես, ինչպես աշխատեց Սերժի նամակը Պուտինին։ 16 թիվներ օգոստոսին Սերժը նամակ ուղարկեց, 18 թվականի ապրիլին Սերժը հայտարարեց, որ տուպիկի մեջ է վիճակը, որ Ադրբեջանը պատերազմի ախորժակ ունի։ Դրանից հետո գալիս է Նիկոլը ու մի տարի անց Պուտին ասում է, ըհը, սաղ ձեզ,
Արդեն արձագանքում է ոնց որ այդ նամակին, բայց Նիկոլը փոխանակ բռնվի Պուտինի արձագանքից, ասես չէ, ես կլռեմ սա մասին ու արդյունքում ամեն ինչ եղավ վատ։ Եթե հրապարակերի ժամանակ արձագանքը Պուտինի արդեն կլեր ամեն ինչ լավ։ Fuck! Որպես ինքնարժեք ամենախելացի մարդը սենյակում, Նիկոլը ինչը սխալ արեց։ Ասեմ նորայր, ասեմ, սխալ արեց են, որ եկավ Սավ թղթերին են Սերժի թողած ծանոթացավ, տեսավ ինչը ոնց է, տեսավ տոպիկի մեջ է, տեսավ որ 80-ականների զենք է, տեսավ որ սաղ թալանած է Սերժի գեներալներ են, Սերժի նամակին Պուտինը չի պատասխանել 2 տարի ու նոր ինչ-որ բան են տվել ամփոփագիր ու վերջում ասեց չբռնեմ մի քիչ վիճակը թեժացնեմ, ասեմ Արցախը Հայաստանի եւ վերջ չբռնեմ մի քանի տնսադրիչ հայտարարություններ, մի քանի մեդալներ, մի քանի փոքրիկ տավուշում շոուներ անեմ, որ հաստատ քաքը դուրս գա ջրի երես, այդ դա սխալ էր, քաքը պետք չէր դուրս բերել ջրի երես։ Բայց այդ հայտարարություններից ոչ ոք չվախեցավ, ինչպես նաև որ ինչպես իր Մյունխենյան սկզբունքներ հորինեց։ Ոնց որ այս մարդկանց հետ 30 տարի ինչ որ բան ենք բանում, մեկ էլ այս ինչ որ նոր բան է։ Էդին յատի օքեյ։ Ուրիշ թեմա չի ելնելու, ես կտորեմ։ Ուրիշ Ռուբեն Ռուբինյանը ոնց որ անդրադարձավ Աշոտյանի հերձումներին։ Երեկվանից արդեն ընդդիմադիրները եւ մասնավորապես ՀԿ փոխնախագահից պատասխանում է, ասում է կհերձեմ։ Ով է պատասխանում է։ Արմեն Աշոտյանը։ Ասում է նախ ձեզ կհերձեմ, հետո լայվ մտավ հավանաբար հերձեց, հետո ասում է Նիկոլ Փաշինյան։ Մարմնի որ մասն էր ուզում հերձեր։ Ինձ թվում է Ռուբինյանը հերձելու ուղղությամբ ատանում զրույցը։ Դու չէ, էլի, մի քանի ժամ առաջ էին կանոնակարգ ընդունել, որ всё, էլ ոչ մի տես բաներ ԿՊ-ով հանդերձ էլ չեն անել, ոնց կարող մի քանի ժամ դիմանալ։ Դե բայց ոնց որ մարմնի որ մասը իշմարատալի որ արի այդ պատկերը հանենք։ Okay. Ուրիշ թեմա էլ կարի ես վստահեմ։ Փոխենք թեման եւ այսպես առաջին տիկնոջը մեղադրեցին 88 սուպերմարկետների ցանցի հետ կապ ունենալու տոլի սեփականատերը լինելու մեջ, բայց հայտարարում են, որ մեր ընտանիքը չի օգտվել եւ չի օգտվում 88 սուպերմարկետներից։ Ես անձամբ երբեք չեմ եղել դրանցից որևէ մեկում։ Ինչ կապ ունի օգտվել եք թե չէ, երբևէ եղել եք սուպերմարկետում թե չէ։ Ես եթե օգտվում եմ, ասենք Երևան City-ից, այդ հո չի նշանակում, որ դա իմն է։ Ցավոք սրտի էլի իհարկե։ Հիշեցնեմ, որ ձեզ մեղադրում են ոչ թե ինչ-որ սուպերմարկետից կարտոշկա գնելու մեջ, ինչը օքեյ է, ինչքան ուզում եք գնացեք ընտանիք 8 կիլո կարող։ լրիվ օքեյ է, այլ այդ ամբողջ սուպերմարկետը նենգաբար տիրանալու եւ սեփականատեր լինելու մեջ են մեղադրում։ Դրանք տարբեր բաներ են։ Մի խոսքով։ Դրա համար եկեք խմենք տրամաբանության կենացը, բոմ, որը անընդհատ տապալվում է մեր մոտ, լցրու։ հին ու բարի տրամաբանություն, որը շարժվում է, որը ստեղծել է, ով է հիշում, ով է ստեղծել տրամաբանությունը։ Արիստոտելը, Քերի Արիստոտելը ստեղծեց սիլոգիզմները եւ ասեց. «Եղիցի լույս»։ Իդեպ Նարեկ Նալբանդյանը, մեր մյուս նարը, ասեց, որ կապ չունի, հայտարարություն արեց պաշտոնական։ Արի լուրջ քաստան 88 սուպեր կարելի է։ Արա չնայած այդ որ հետք էր գնացել, լրիվ նույն բաներ էլի պետք է ասել։ Ինչևէ, բարեկամներ, հերոց չգնու, որտեղ սա կոմպրոմատներ է խոստանում բացել Արշակ Կարապետյանը նախկին ՊՆ-ն։ Իմանում ենք ով է հեռանալու ԿՊ-ից եւ իմանում ենք ինչի համար ձերբակալեցին Արշակ Սրբազանին։ Բանկային աֆերիստները արդեն Հայաստանում են, եկեք շնորհավորենք մեզ։ Ինչ է դա նշանակում։ Մի օր կարող է ձեզ զանգեն գեղեցիկ հայերենով կամ ռուսերենով ասել, որ ձեր բանկից են զանգում, ձեր հաշվից հեսա փող է գողացվել, բայց իրանք կարող են ձեզ փրկել։ Փրկելու համար անհրաժեշտ են ձեր քարտի հետևի են 3 թվերը։ Կամ որ մտնեք ձեր բանկային հավելված ու իրանց բոլոր ասացները անեք։ Միանգամից սկոչի նման ասեմ վատ լուրը, իրանք ձեր բանկից չեն։ Ստեղ ունենք 2 ընտրություն, կամ դնել հեռախոսը, կամ 7 հարկանի կամ խլեշ մակնիշի խֆուր տալը։ Վերջ, ուրիշ ընտրություն ստեղ չկա, այդ մարդիկ ուզում են ձեզ միջև վերջի լուման թալանեն։ Ոչ ոքի մի տվեք ձեր քարտի հետևի 3 թվերը, անգամ եթե նա շատ համոզիչ է, անգամ եթե նա ունի հրեշտակի թվեր։ Մի ասեք ոչ մեկին ինչ թվեր ստացաք SMS-ով, անգամ եթե ինքը սեքսի գրադարանավարուհու ձայն ունի։
Դու չգիտեմ ինչ ձայն ունեն սեքսի գրադարանավարուհիները, բայց ենթադրում եմ որ շատ լավը կլինի։ Մի խոսքով բանկը երբեք չի զանգի ձեզ ու այդ հետևի 3 թվերի ուզի։ Դա միշտ աֆերիստներն են։ Ասեք թող իրն են։ 21-րդ դարն է վերջի վերջո։ Եվ այսպես ուզում եք ամանորի հավես գնումներ կատարել։ Ինչ անել։ Fast Bank-ը ունի շատ լավ նոր առաջարկ Mastercard World Premium, որը նախատեսված է նոր քարտապանների համար։ Կարող եք մինչև դեկտեմբերի 31-ը արտասահմանյան ցանկացած խանութում on-line թե off-line գնումներ կատարել։ Ու առնելուց հետո կստանաք 25% cashback, մինչև 25000 դրամ։ Եկեք ես հարցում օգնեմ։ Կարող եք on-line պատվիրել քարտը կամ գնալ մասնաճյուղ, որոնք 7 օր 24 ժամ շուրջօրյա աշխատում են։ Շատ վատ լուր ունեմ բոլոր Քրիստինե Պողոսյան падգամավորի երկրպագուների համար։ Օ, փաստորեն իրանք կան։ Նույն բիզնես սկսելու հիմնավորմամբ չի առաջադրվելու նաև ՔՊԱ-ական մեկ այլ падգամավոր Քրիստինե Պողոսյանը։ Լրագրողների հետ զրույցում այսօր պնդեց Հայաստանի համար լավ ժամանակներ են սկսվել։ Մեր պետությունը պետքա ծաղկի, մարդիկ պետքա լավ աշխատեն, այս պահին ուզում եմ գնամ հիմա էլ այնտեղ աշխատեմ, պետությունը ծաղկեցնեմ։ Որտեղ որ աշխատել եմ 18 թվականից առաջ ժողովուրդ ջան, ես հո դպրոցից չեմ հելել եկել ստեղ կամ չգիտեմ, փողոցից եմ եկել։ Բանը ձեր ուժը բառացիորեն փողոցից եկավ իշխանության, իսկ մոտ դրանով ապարտանում էիք։ Մի րոպե, այսինքն ինքը չի լինի, այլևս չի լինի նրա այն փորձեմ հիշեմ ինչ օրենքներ էր բերել ելույթ։ Ես հիշում եմ որ ասես լրագրողները թե ովքեր իրենց հալը կտենան։ Հա, մի հոլ լավ, հիմա վերցնում է իր տաղանդները եւ ուր է տանում։ Ես շատ կեսագրությունից չեք նայում, ես իմ կյանքում 16 տարեկանից սիրելիներս աշխատել եմ 16 տարեկանից մինչև այսօր։ Մինչ 2018 թվականը Քրիստինե Պողոսյանը արծաթյա զարդերի խանութ է ունեցել, այսօր պնդեց, թե ինքը 2018-ից առաջ ավելի շատ էր վաստակում։ Դե շո, կորցրեցինք իրան, բայց գոնե արվեստին հուսով ենք իհարկե պետությունը վնիզապնը չի որոշի, որ հենց իրան, հենց մեկ անձից գնումով, հենց 100 հատ պետք է ինչ-որ զարդից ավելի թանկ գնով հասկանանք ելում կորցրեցինք ԿՊ-ից։ Պինդ բռնվի։ Ավելի պինդ, այդտեղից չէ։ Մի խոսքով։ Սրաչյա Հակոբյանը եւս լքում է ակտիվ քաղաքականությունը։ Հստակ է նաև այն, որ մասնագիտությամբ դերասան Հակոբյանը նկարահանման հրապարակ չի վերադառնա։ Ինչու չի առաջադրվում, падգամավորը նախասած պարզապես ցանկություն չունի։ Հետո չհերքեց, որոշման վրա ազդել է նաև վարչապետի ընտանիքի հետ ազգակցական կապը։ Ինչու՞ չէ նաև այն բացի այն, որ ես ուզում եմ մի փոքր չզբաղվեմ ոչ շատ ակտիվ քաղաքական գործունեությամբ, կարելի է նաև դիտարկել, որ սա էլ եւս մի փոքրիկ էլեմենտ է այդ ԽՑԲ-ի վերաբերյալ։ Երկիրս մնաց առանց աներձակ։ Փաստորեն այսքան ժամանակ օքեյ էր, որ երկու գումարման ազգային ժողովում ինքը կար զուտ ԽՑԲ-ով պրոստ աշխատավարձ է ստանում, մեկ էլ հոп օքեյ չի։ Ինքն քեզ թվում է, որ ամեն անգամ աշխատավարձը նստում էր ու խիղճը տանջում էր, վայ ինչի համար, ինչ որ կոնկրետ արածից համար են ինձ այսքան վճարում։ Էլ ու մենք կորցրել։ Չեն առաջադրվել նաև падգամավորներ Խաչատուր Սուքիասյանը, Լենա Նազարյանը։ Արժեք ստեղծող հատվածում շատ ավելի մեծ անելիքներ ունեմ իմ կուտակած փորձով, գիտելիքներով եւ ես չեմ ցանկանում ավելորդ համեստություն անել եւ ուզում եմ ասել, որ իսկապես տեսնում եմ, որ կարող եմ այդտեղ իմ պետությանը եւ ժողովրդին ավելի մեծ ծառայություն մատուցել։ Ոնց ասենք որ չնեղանան։ Իսկ համարյա բոլոր դեպքերում, եթե ոչ մի բան չաներ, այդ ավելի մեծ ծառայություն կլներ անելը։ Դենց մի ասա, ես հիշում եմ հին ու բարի արշակյանական այն որ օրենսդրա ամեն անգամ ինքս ինձ թակարդ եմ գցում։ Հա, նենց որ եկեք լավ բաներից խոսանք, հա։ Իշխանությունը խոստանում է ապահովագրություն բոլորիս համար։ Ճիշտ հասկացեք, ապահովագրությունը ինքը լավ բան է, ինքը քաղաքակիրթ, պոզիտիվ բարեփոխում է։ Ստեղ խնդրեմը մի քիչ ավելի նուրբ է։ Քանի որ դուք պրավալ տվեցիք Աչափնյակի մետրոն ցելոֆանների վերացումը, հայտարարագրումը, Ծիծեռնակաբերդի խճուղին 3 տարի ասարկում եք ու չեք բրծել, բոլորս մի քիչ ահագին թերահավատ ենք։
Իշխանությունը այն ձեր բարեկամն է, որը 6 տարբեր բիզնեսներ պրավալ է տվել, հիմա եկել է ասում է այս անգամ շատ լավ 100% աշխատելու է, փողը տուր, ես այդ անելու եմ, մի հատ կայֆ գաղափար ունեմ, սոչում լաբուբուների դրոներով դաստավկան, տես ոնց է խզարելու։ Բարեբախտաբար ընդեղ կար ընդդիմություն եւ այն քննադատեց նախագիծը։ Անորոշություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասով, որովհետև իրենք չգիտեն 1 ամիս հետո հունվարի 1-ից ինչ տիպի ծառայություններ կարող են ստանալ։ Անորոշություն բժշկական հաստատությունների, պոլիկլինիկաների, հիվանդանոցների համար, որովհետև չկան հաստատված կլինիկական ուղեցույցներ, չկա բժշկական գործողությունների ստանդարտներ, չկան ախտորոշման եւ բուժման միասնական մոտեցումներ։ Նման անորոշություն կա նաեւ այսպես նոր ձևավորված հիմնադրամի տեսանկյունից, որովհետև հիմնադրամը դեռևս գոյություն չունի։ Ձևավորվելու է մի մեծ խոշոր հիմնադրամ, որ վերահսկելու է այս ամբողջ գործընթացը, բայց այդ հիմնադրամը դեռ չկա։ Նոր հիմնադրամ են ստեղծելու, Հաբա ոնց, от создателей ԱՆԻՖ, ուրիշ ասածատելի չունենք։ Okay, լավ, եթե միացնեի իմ մեջի վանգային, ինքը կասեր, որ հաստատեսի հունվարից չինելու, բայց չեմ միացնում ու ոնց էլի խիենք ես ամեն ինչը թողել ես վերջի ամիս, հիմա արագ-արագ սենց մեծ բանը սղսնում ենք։ Հիմա գալով թե իրականում ինչ ծառայություններ են նախատեսված Տիկին Ավանեսյան, սա հիմնական հարցն է։ Բայց ես ցավով պետք է արձանագրեմ, որ հերթական անգամ դուք բացի ընդհանրական ձևակերպումներից ավելի հստակեցումներ չեք տալիս։ Օրինակ ես ինձ մոտ ունեմ սոցփաթեթի համար նախատեսված ծառայությունները, իրենց անուններով, դիմացը գրվածը գնացուցակը, պայմանական թոքի էխինոկոկի հեռացումը արժե 320,000 դրամ։ Այս ծրագիրը մշակելիս առաջին բանը, որ պետք է արվեր, նման ցուցակ ձևավորելն էր։ Այսինքն իմի բերված չի ինչ է ինչ արժի այդ ծառայություններից, բայց արդեն որոշված է սիրելի քաղաքացին ինչքան է մուծվում, նո գինես կբից որոշենք, հետո սիրուն տեղավորվենք մեջը։ Ամփոփելով, չգիտենք ծառայությունները, չգիտեմ ոնց ենք մատուցում, երբ ինչքան ենք հերթի մեջ սպասելու, բայց մի բան հաստատ գիտենք, ինչքան ենք դրա համար մուծում։ Ինչը կարա սխալ գնա։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին վճարում է 36,000 դրամ։ Այս ապահովագրության շրջանակներում վճարելու են մոտավորապես 130,000 դրամ։ Հիմա ես որպես ազգային ժողովի падգամավոր պարտավոր եմ վերցնել այս ցանկը, որ մարդ վճարում է 36,000 դրամ եւ տեսնում է իր առաջ ինչ ծառայություններ կան եւ փորձել հասկանալ, եթե 100,000 դրամով ավելանում է վճարը, մարդու վրա դրվում է պարտավորություն, լրացուցիչ 100,000 դրամ վճարելու, բայց չհասկանանք այդ 100,000 վճարի դիմաց ինքը ինչ ծառայություն է ստանալու։ Դե դե արագ-արագ քննության նախորդ գիշերը կպարապեն ու տենց դեկտեմբերի 31-ից են բլինչիկի ժամին կասեն։ В общем, ընդդիմությունը վերհանեց լիքը թերություններ, կմտածեք դուք։ Բայց մյուս կողմից նույն ընդդիմությունը Խնդիրը այն է, որ դուք իրեն բերել եք նախընտրական տրամաբանության մեջ ու այստեղից են սկսվում բոլոր խնդիրները։ Այո, դուք 5 տարի խոսել եք սրանից, բայց հունվարի 1-ից արդեն սահմանել եք, որ հարկը քաղաքացու պիտի բարձրանա։ Դեկտեմբերի 2-ն է մենք նոր առաջին ընթերցում ենք անում ու քննարկում ենք ու այլ պատճառաբանություն, այլ տրամաբանություն, որ 6 ամիս հետո ընտրություններ են ու դրա համար ասա քննարկվում, ուղղակի չկա։ Քրիստինե ջան, եթե այդքան հորի բան է, այսքան քիչ առաջ նկարագրում էր ձեր գոլեգան, ապա ինչի եք իրանց դրանից փրկում։ Թողեք ընտրություններից 6 ամիս առաջ հավեսով պրավալ տանես ամեն ինչը, մարդիկ գան, չիմանան, մուծվեն 130,000, իրանց հերթը հիմա է հասնում թե 6 տարուց, այտենց ջղայնացած գան մտնեն ընտրատեղամաս ու ընտրեն ձեզ։ Եթե ֆիքսել եք, որ այս բարեփոխումով իշխանությունը գլորվում է անդունդը, ապա խիեք փորձում փրկել այդ իշխանությունը, ընդհակառակը մի հատ էլ սիրուն լայքեք այդ ամեն ինչը կողքից։ Լսենք իշխանական թևին, հա, թողենք իշխանական թևը ամեն ինչ պարզաբանի բոլորին հանգստացնի։ Այսպիսի մի հատ լավ ասացված կար դեռ սովետական ժամանակներից, ասում էին Մոսկվան միանգամից չի կառուցվել։ Եվ ինչքան էլ մենք բոլորս մեր շատ սիրելի Պարույր Սևակի խոսքերը հիշենք, ինչ լինում է թող որ լինի միանգամից, ցավոք սրտի միանգամից ոչինչ չի լինում։ Հետաքրքիր, մեր առողջապահության հանձնաժողովի նոր նախագահը, եթե տան ասենք, տենց մեծ բան չէ, բաղնիքը վերանորոգելուց լինի ու կաֆելշիկը էլի տենց փիլիսոփայորեն, ասի դե չեմ կարող ասեմ երբ կպրծնեմ, Մոսկվան էլ տենց մի օրում չի կառուցվել, քանի վարկյան հետո նոր կաֆելշիկ կբերեին, նրան էլ ռադ կանեին տնից։ Устроилась Александра, этот дочь, I can't, she opened the gate. Okay, որպեսզի լինի այդ վստահությունը, գոնե պետք է այն ծիծեռնագաբերդի խճուղու մի
մասը 1.5 տարում սարքեիք, ոչ թե 3 տարում ու էլի չսարքեիք։ Իսկ եթե այդ կաֆելշիկը ձեռի հետ մի հատ էլ սևակից մեջ բերում նրան։ Դե կարող է մտածեինք, որ կաֆելշիկը կոմպենսացնում է երակրթությունը այդ ամեն ինչը ցույց տալով։ Մեր քաղաքացիները տարին մեկ անգամ ստուգումներ են անցնում ամբուլատոր ապօղակում, ռիսկեր են գնահատվում, միգուցե այո, մենք չասեմ ամբողջությամբ, բայց գուցե կկարողանանք մեծ հաշվով ինչ որ չափով կյանքեր փրկել, իսկ մեկ փրկված կյանքը դա մեզ համար արդեն մեծ արժեք է։ Ինձ թվում ամեն գտանք ԿՊ 26 թվի կարգախոսը, մեծ հաշվով, ինչ որ չափով, ինչ որ բան անենք։ Անցնենք առաջ, նախկին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, որ ստեղ չի արդեն ինչ որ կուսակցություն է բացել այն Facebook-ում, շարունակում է ստաբիլ մտնել եթեր ու ինչ որ սենսացիոնոտ բաների մասին խոսալ։ Ուղղակի ափսոս, որ ոչ մի սենսացիոնոտ բան հետո շարունակություն չի ստանում։ Մենք ունենք Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան աշխատակիցներից մեկի զեկույցը իր վերադասին, որը զեկուցում է, որ դեռ 99 թվականին Նիկոլ Փաշինյանը լինելով արդեն հայկական ժամանակ թերթի գլխավոր խմբագիրը հավաքագրվել է այդ երկրի հետախուզության կողմից։ Всё, էդի հրապարակում եք ու բրց։ Ինչի դա չեք հրապարակել, ասենք 20 թվականի նոյեմբերի 9-ին, որովհետև Արշակ Կարապետյանը ունի շատ հարմար պատասխան։ Փաստաթղթերը այստեղ դրած են։ Միշտ ինձ կասեն ինչի դուք նախկինում չեք բանել, ուղղակի փաստերը նոր են մեզ հասել եւ փաստաթղթային տեսքով։ Լավ, ընդունենք, որ չնայած որ 7 տարի է լիքը մարդ ասում է, մենք Նիկոլի մասին այնց բաներ ունենք ու 7 տարի է չի հրապարակում ոչ մեկ իրանցից, ենթադրենք այս մեկը գտանք, всё, ինքը գործակալ է, ենթադրաբար էլի, вообще նկատել եք բոլորը գործակալ են։ Հիմա քանի որ երկիրը ըստ գլորվում է պատմական անդունդը, ունեք պատմական շանս այդ ամեն ինչը բացահայտելու եւ 2 weeks later։ Այդ ելույթից հետո անցավ 2 շաբաթ ու ոչ մի վիդեո չհրապարակվեց։ Սուտ ես խոսում։ Հրապարակվեց վիդեո, որտեղ բացատրեց ինչի չի կարա հրապարակի հենց հիմա այն վիդեոն, որը կփրկի ժողովրդին։ Հիմա ես ասում եմ դուք ընդգծեք ներից, դավաճանից, թուրքից, արտաքին ազդեցության գործակալից, խիետի չի հրապարակվում։ Ինչի չեք հրապարակում, պարոն Կարապետյան, if that's your real name։ Մենք անպայման հրապարակելու ենք ու հրապարակելու ենք այն պայմանների հիման վրա, որ մենք հասկանանք, որ այդ մարդը կալանավորվելու է։ Այսինքն երբեք, այսինքն լետ через 5 գնացվել է։ Ես չեմ ուզում, սա դառնա հերթական այդ ջրի բանը։ Շատ վատ լուր ունեմ, այս արդեն դարել է հերթական ջուրը ու ամեն վիդեո ավելի անլրջացնում այն, որ դուք ինչ որ բան ունեք, որ հեսա Նիկոլին հերացնելու եք։ Ու քանի որ այս մարդը շատ պատղատու content creator-ը, sense խոստումները շատանալու են։ Ես իմ հեռախոսի մեջ հաշվեցի մոտավորապես մոտ 30 հրաման, որի մեջ գրած է պատասխան չտալ։ Դա իր հրամաններն է։ Դրանք էլ նոր չեք ստացել, այդ պատերազմի վաղտ եք երևի ստացել։ Հիմա վերցնում եք այդ սկրինշոթները ու պայթեցնում եք համացանցը։ Իհարկե շատ ավելի տրամաբանական կլներ դա անել 21 թվի ընտրություններից առաջ, երբ ռեալ շանս կար Նիկոլենց ճամփելու, բայց ով է ձեզնից բան հասկանում։ Okay, ենթադրենք մի քիչ ուշ տեսակ մեսիջը 5 տարի անց կամ հեռախոսը կորցրել եք, հիմա հրապարակեք։ Ես այստեղ իրան զեկուցում եմ, որ հակառակորդը կրակել է եւ վիրավորել է մեր զինվորին։ Ինքը ինձ պատասխանում է, պատասխան չտալ։ Հիմա հարց եմ տալի, դուք խրամատում նստած եք, մեկ է տեսնում եք մի 10 թուրք հելան ու գալիս են ձեր վրա։ Ինչ պյան է այդ զինվորը։ Հիմա մի իրավիճակ էլ մենք նկարագրենք։ Եկյա գեներալ Մարտեք, ով ունի մի բան, որը կարա պայթեցնի Նիկոլին, որը հեսա կործանելու է երկիրը, գալիս են ընտրություններ ու դա հրապարակելու փոխարեն ինչ անում։ Ասեմ։ Ասա։ Գնում է Ռուսաստաններ, սպասում է 5 տարի ու ամերիկան Facebook սոցցանցում սկսում է վլոգ։ Շատ էֆեկտիվ պայքար է։ Լավ, Արշակ Սրբազանի գործը ստացավ նոր սյուժետային բեկում։
Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց։ Նման որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը։ Երեկ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն ձերբակալել էր arczepiskoposին քննչական կոմիտեի շենքից դուրս գալիս, որտեղ նա հարցաքննության էր գնացել։ Քյարակնոջ դոմպինգի համար ինչքան է դատարանակ է, ինչ որ դատ հասնում է, մանավանդ որ վիդեոում երևում էր, որ դա ինչ կատարվում է, երկու ստեկ օքեյ է, տենց ոնց որ համաձայնությամբ է կատարվում։ Ինչ ես դες նայում, ոնց որ ինչ որ նախադեպ կա Հայաստանում կամ մոլորակում կամ գալակտիկայում, որ պատասխանը տենց հստակ իմանանք, հա։ Կարող է ինչ-որ sense բաներ։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Արշակ arczepiskopos Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց իրացնելու մեղադրանքով։ Netflix, ուր ես, արի այդ քո Stranger Things-ը թարգի, տեղափոխվի Հայաստան, տեսին սյուժեներ կան ստեղ։ Ինչ որ բան են գցել ջեբը կմտածեն թերահավատ դիտողները։ Հետո պարզ է դարձել, որ Սրբազանի ձերբակալությունը կապ չունի հայտնի տեսագրությունների հետ։ Արշակ Սրբազանը 2018 թվականին վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում իբր թմրամիջոց է դրել այդ քաղաքացուն վարկաբեկելու նպատակով։ Ինչ որ բան ջեբը գցել են, գցել ջեբը։ Netflix տենում ես, արի քո սցենարիստերին սիրուն ուղարկի հարցակուրտ ու տեղափոխվի Հայաստան։ Ու եթե սա բավականաչափ տարօրինակ չէր, ապա մի քիչ էլ թեժացրեց Նիկոլը։ Կտրիչ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի պետական անվտանգությանը։ Իհարկե առաջանում է տրամաբանական հարց։ Հələ եթե տես բան կա, ուրեմն դրա համար, դրա հետևից գնա, ոչ թե ինչ որ ասում են սիրուն աղջիկ ունի, բա ոնց եղա որ աղջիկ ունի, այսպես աղջիկ փաստեր, որ սպառնում է եկյա երկրի անվտանգությունը։ Ինչի են ընկել գնում եկեղեցիներ, ԱԱԾ-ն, այնտեղ պայմանավորում, որ կաթողիկոսի անունը զեղ չեն պատարակի ժամանակ։ Դա նենք ասեկոսներ են։ Էդի հաստատել է արդեն։ Նենք։ Նիկոլ Փաշինյանն այսօր հաստատեց, պատարակների գնում է պայմանով, որ այնտեղ վեհափառի անունը չհնչի, իսկ այդ հարցը կարգավորելու գործին կարող է խառնվել նաև ազգային անվտանգության ծառայությունը։ Որովհետև Կտրիչ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի պետական անվտանգությանը։ Իսկ սա սահմանադրությունը вообще չի խախտում ոչ մի ձև, որ պետությունը, եկեղեցին, անջատ, ֆլան-ֆստան Ասենք թե խախտում է եւ ինչ։ Ուղղակի եթե սահմանադրությունը ու իրան խախտելը ինչ սեղանի շորի հզորության ուժն է, բաց ասեք դրա մասին իմանանք էլ հույս չդնենք էլի սահմանադրությունը մեկա փոխվում է, այդ ոնց որ սփրոցը գիտես դենես գցելու մաքսիմալ մխտրում ես, հետո նոր ես դեն գցում։ Okay։ Մնացեք մեզ հետ։ Չգիտես ուր գնալ ընկերուդ հետ, ուր գնալ կնոջ հետ, ուր գնալ ընկերուդ հետ, դες որ կինը չիմանա Ticket System AM։ Էս ինչ կիսաբաց լուսամուտները մտարնարեք։ Այ կիսաբաց լուսամուտներ գնալ չես կարա, բայց թատրոնա, կինոյա, համերգա, այդ ամենը գնալ կարող ես։ Մտնում ես Ticket System.am եւ գնում ես քո ուզած տոմսը, գնում ես կնոջ հետ, ընկերուդ հետ, կամ 3 դե առանձին պրինցիպի կարող գնալ։ Ticket System AM պլանավորեք ձեր երեկո նախորդ, որ այսպես խարավիճակների մեջ չընկնեք։ Մեր լուսավոր գործընկեր Solar Holding-ը շարունակում է լուսավորել ձեր կյանքը, բայց նաև մեր, բոլորինս։ Հիմա, մինչև դեկտեմբերի 31-ը արևային կայան ձեռքբերողները իրենց ընտրությամբ նվեր կստանան կենցաղային տեխնիկա։ Կամ եւս մեկ վահանակ, նայած մարդ, նայած սրտի ուզելիք։ Հիշեք, որ արևը դեպրեսվում է, երբ ձեր համար փող չի աշխատում։ Այսքանն էր այսօր Arm Comedy-ին։ Վերջում դիտեք օրվա վիդեոբոցը։ Չի հայոյելու պատասխան, այլ փաստահեն քննադատությանը ձեզ ենթարկելու։ Գիտեք, ես նման է նրան, որ ասենք Չիկատիլոն հայտարարեց, որ բանա, եկեք որոշ ժամանակաշրջան չզբաղվենք բանով։ Իսկ ով է Չիկատիլոն։ Չիկատիլոն հայտնի մի մանյակ էր, սեքսուալ։ Մի քիչ խորանանք էլի այդ բանակցային թղթերի մեջ, Patreon-ում տես մի քիչ ավելի Ես կոնկրետ դեպրեսվում էի, մի կողմից ինչքան տուպոյ դիսկուրս է գնում, ինչքան, ոնց որ գիտես ինչ, ոնց որ հիմա լուրջ դեմքով բանավիճեն ատոմակայինը, որ փակվեց, ով էր մեղավոր ու ոնց կարային ավելի երկարաձգեին կամ ոնց կարային նենց անել, որ ավելի շուտ բացվեր ատոմակայանը, մոտավորապես այդ բանն է։ Հիմա ոչ մի արժեք չստեղծող, սրա մասին
Okay, Ես նայել եմ լիքը եթերներ։ Ես 3 անգամ կարդացել եմ Սերժի նամակը Պուտինին, տենց անգիր գիտեմ համարա, նենց որ Patreon-ում քարը քարին մնացածը կասեմ Patreon-ում։ Եթե աջակցեք Arm Comedy-ին, միանաք մեր Patreon-ին, ապա հանգիստ կարող եք մոտենալ մեզ փողոցում եւ ցանկացած հարց տալ։